Ինչպես ավելի վաղ իշխանական լրատվական ռեսուրսում հրապարակված հեղաշարժման պլանից հետո սկսվեցին գործընթացներ, այսպես կոչված սրբազան շարժման նկատմամբ, այնպես էլ հիմա, ենթադրում եմ, կսկսվեն գործողություններ արդեն հաջորդ մակարդակում՝ վեհափարի նկատմամբ։ Փաշինյանի փոխարեն հանրայինի եթերում վեհափարին գործակալ լինելու մեջ եւ դրանում մեղադրում է մի հոգեվորական, որ վստահ է, փաստեր կան, որ Գարեգին II ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է։ Ինքը նաև վստահ է, որ Սամվել Կարապետյանն էլ Ռուբեն Վարդանյանի պես մի ռուսական պրոյեկտ է։ Այս հոգեվորականը, որը եթերում որևէ փաստ չներկայացրեց, բացի հայտարարությունները պնդում էր, թե Գարեգին II գնացել է Մոսկվա ու պատրիարք Կիրիլից խնդրել է փրկել սենանկության շեմին կանգնած Սամվել Կարապետյանին բազմաթիվ խնդիրներով, ինչի դիմաց $5 միլիոն ու մի քանի Toyota ավտոմեքենաների դիմաց։ Այս կերպ Սույն քահանան Սամվել Կարապետյանին կապեց եկեղեցական շարժման ու ել ավելի ամրացրեց իշխանության կողմից շրջանառվող այն թեզը, որ Կարապետյանը եւս խառնված է քաղաքական գործընթացներին իբրև աջակից ռուսական թևից։ Թույլ տվեք ուրիշի փոխարեն ոչ հաստատել, ոչ էլ հերքել սույն տեղեկությունները։ Լավ կլինի, որ այս հայտարարությունների հիման վրա Հայաստանի հատուկ ծառայությունները վարույթ սկսեն ու պարզեն տվյալների իսկությունը, քանի որ սա ծանրագույն եւ ուղիղ մեղադրանք է, որն արմատապես փոխում է իրավիճակը։